Ողջույն, սիրելի հայրենակիցներ, էլի առավոտը բացվեց մեզ մոտ, ես էլի մտա Facebook։ Ուզում եք ասեք, հեծանվորդը գնացել էր Գերմանիա, նեմեցների դիմաց նստած, ադրբեջանցիների դիմաց նստած, բողոքվում էր իմ մայր եկեղեցուց։ Երբ որ ադրբեջանցի դեսպան էր թե ժուրնալիստ էր, սկսեց հայերեն խոսել, հայերեն բարևեց, ողջունեց իրան, եւ ինքը դրանից ինչ որ չգիտեմ գրգռվեց եւ իրա մոտ ինչ որ տենց ինչ ժպտաց զգացիք, ինքը ոնց դուր է եկավ։ Ու երևի տեղից ոգևորվեց, ասեց մի հատ կիսվեմ, էլի մերոնց հետ նստած ենք, մի հատ կիսվեմ, բողոքվեմ մորիցս, որովհետև եկեղեցին մայր եկեղեցի։ Ես կարամ այդտեղից ենթադրություն անեմ, որ ինքը վատ մայր է ունեցել, որովհետև եթե լավ մայր ունենար, ինքը կհասկանար մայր եկեղեցու արժեքը եւ չէր գնա նստի նեմեցների եւ նամանավանդ ադրբեջանցու դիմաց ու բողոքվեր մեր մայր եկեղեցուց։ Այսինքն իմ երկիրը ներկայացնող անձնավորությունը, երկիր ասելով երկիրի նկատի ունենք, ասենք, հազարամյա պատմություն ունեցող, բոլոր դժվարությունների մեջ եկեղեցին է միշտ մեր մեջքին կանգնած եղել եւ լիքը խնդիրներից մեզ հանել է եւ մեզ կրթել է, մեր մայր եկեղեցին, մեր թանկ եկեղեցին, որ ես ցավոք սրտի իմ կյանքի ես վերջին տարիներին եմ գիտակցում, թե ինչքան կարեւոր է մեր մայր եկեղեցին, դու գնացել ես նստել ես նեմեցների եւ ադրբեջանցիների մոտ եւ բողոքվում ես իմ մայր եկեղեցուց, քեզով է տվել այդ իրավունքը, որ դու գնաս նախ ներկայացնես իմ հայրենիքը, հինավուրց, եւ նստես խալխի մոտ, խոսես իմ մայր եկեղեցի, իմ մորից, հա Նիկոլ, ով է քեզ տվել այդ իրավունքը, որ դու գնաս ասես, որ եկեղեցին թափանցիկ չի աշխատում Գերմանիայում։ Քո ԿՊԱ-ականները թափանցիկ են աշխատում այդքան։ Քո պատգամավորների մասին խոսեիր Գերմանիայում եւ քո սիրելի ադրբեջանցիների մոտ։ Դու ինչ ես գնացել իմ սրբություններից խոսում։ Ով ես դու, որ դու գնացել ես խոս։ Դու մաքուր ես այդքան գնացել ես քննարկում ես, որ մենք չգիտենք թե եկեղեցու գումարները որտեղից են գալի։ Մենք էլ որպես ժողովուրդ չգիտենք թե քո փողերը, քո կնգա փողերը եւ ԿՊԱ-ականների փողերը որտեղից են գալիս։ Նախարարուհի Տերեկ ասում էր, որ ես դպրոցում լավ եմ սովորել, դրա համար ես կարամ ինձ ցույց տամ ապառիկ տուն առնեմ։ Ուզում ես ասես, որ մեր երկրի բոլոր գերազանցիկները կարան $250,000 տուն առնեն։ Ասենք, այդ Ձիշովի կռուտիտները գնա քո զոմբիներին ասա, կարող է գիտես մենք ասենք ստեղ հիմարենք։ Ինձ հետաքրքրում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ իմ նման շատերին, թե քո ԿՊ-ի փողերը որտեղից է գալի։ Դու ինչ ես գնացել նստել Գերմանիայում ու խոսում մայր եկեղեցուց։ Փնովում մեր վեհապարինով հայրն է մեր հոգևոր։ Այսինքն դու մեր հորն ու մորը գնացել ես, ասենք խալխի մոտ ադրբեջանցու մոտ նստած, բամբսվում ես։ Դու չես ամաչում։ Դու ես ուզում եմ հասկանամ, ամոթ, աբուր չունես։ Քո գործերը այդքան թափանցիկ են եւ քո ԿՊԱ-ականների գործերը այդքան թափանցիկ են։ Դու ինչ իրավունք ունես, Նիկոլ։ Գնաս Գերմանիա եւ խոսես իմ հինավուրց եկեղեցուց, իր աշխատանքից, մեր ներսին կուխնյան տանես, ասենք, չգիտեմ, ադրբեջանցու դեմը բացես։ Դու ինչ իրավունք ունես։ Գնա քո կնգանից խոսա ու քո երեխեքի խնդիրներից խոսա, ես տեսնում եմ, որ խնդիրներ ունի քո ընտա։ Գնա, էդի իմ ընտանիքն է, իմ մայր եկեղեցին, իմ ընտանիք, ինչ ես գնացել, դու իմ ընտանիքի բաները ասենք, չգիտեմ, նույնիսկ եթե սխալներ են, նստել ես ադրբեջանցու մոտ ու կիսվում ես։ Քո խնդիրներից, քո երեխեքի մասին խոսա, թե ոնց են իրանք պահում, թե որ դու չես կարողանում քո կնոջը բերես պատարակի։ Հասկանում ես, դա քո անձնական ուզում ես կիսվես քո բարեկամ ադրբեջանցիների հետ Գերմանիայում, քո ընտանիքից խոսա, քո մորից խոսա ու քո հորից։ Ինչ ես գնացել Գերմանիա, Նիկոլ Փաշինյան, եւ նստել խոսում իմ մորից եւ իմ հորից, իմ մայր եկեղեցուց եւ իմ հոգեվոր հորից։ Խի ես գնացել բամբսվում Գերմանիա։ Ադրբեջանցու մոտո որ եկավ քեզ հայերեն բարևեց ու դու թույլ ցար։ Անես թույլացար, որ միկրոֆոնը դրեցի փաչեկի տարանքը։ Իդեպ քո դիզայները ասում է, որ քեզանից չի կարողանում պրիմերկա չի կարում անի, որովհետև փաչեկիցդ գոզի հոտ է գալի։ Լողացի նոր գնա։ Գերմանացիներն խորհուրդ եմ տալիս այդ միկրոֆոնը լվանան, որ դրել էր փաչեկի արանքը։ Ինչ ես դու այ գոզոտ գնացել Գերմանիա խոսում իմ սրբություններից։ Ով է քեզ այդ իրավունքը տվել։ Զոմբիներդ լուրջ ես ասում։ Ասենք դու հասցրել ես հիմա նրան, որ ես այսօր քո հետ այսենց եմ խոսում։ Երբեք ինձ թույլ չէի տա ասենց խոսեի։
Գնացել ես նստել ես ադրբեջանցիների եւ նեմեցների մոտ, ասում ես, որ մեր եկեղեցու փողերը չգիտենք որտեղից է գալի։ Ես գիտեմ մեր եկեղեցու փողերը որտեղից է գալի։ Բարերարներից ում դու նստացրել ես եւ ժողովրդից։ Ժողովուրդը նվիրատվություն է անում։ Խի դու չգիտես, որ ժողովուրդն է միշտ պահել մեր եկեղեցին դարեր շարունակ։ Ինչ ես գնացել Գերմանիա դու, ասենք խոսում այդ թեմային։ Դու գիտես, որ Գերմանիայում հավատացյալներից պարտադրում են ամսական 125 եվրո, որպեսզի իրանց կնքեն, որպեսզի իրանց պսակեն, որպեսզի իրանց թաղեն եւ որպեսզի իրանք կարողանան գնան պատարակի։ Դու գիտեի դրա մասին։ Դրա համար այսօր Գերմանիայի եկեղեցիները դատարկվում են, որտեղ մարդիկ չունեն այդ 125 դոլարը, եւ այդ եկեղեցիները դառնում են night club-եր, գիշերային ակումբներ։ Դու այդ ես ուզում։ Ինչ ես ուզում, արա դու մեզանից։ Ձերքդ քաշի մեր մայր եկեղեցուց, մեր սրբություններից։ Ով ես դու։ Ով ես դու քեզ հայլում ես նայել ես այդ գոզոտ։ Ինչ ես գնացել նեմեցներին դագլատ տալիս, հետո ասում ես մենք անկախ պետություն ենք։ Որ պետականություն ու սկսում ես ինչ-որ պետականությունից խոսալ, որ դա մեր ինքնությունն է, որի մեջ մտնում է եկեղեցին, այս վերջերս լսեցի քո ելույթին, խեղճ երեխեքին նստացրել բացատրում էիր ինչա պետականությունը, մեկ էլ պատմությունը շեղված Տրթատի ու Մեսրոպ Մաշտոցի ինչ որ քո կողմից մեկնություններ էիր անում։ Լսի, դու չես կարող մեկնություններ անել, մինչև առաքելական ուսմունքը չուսումնասիրես, առանց ուսուցչի չես կարա։ Ես չգիտեմ քո ով է քո ուսուցիչը։ Դու այդ երեխեքին նստացրի ասում ես պետությունը դա մեր եկեղեցին է եւ մեր հավատքը։ Եվ մեր ինքնությունը ու գնացել ես խարխի ու ադրբեջանցու մոտ, գցում ես իմ ինքնությունը։ Ու սպասում ես, որ ես ռեակցիա չպիտի տամ որպես հայ։ Հասկանում ես, այդ դրա վրա եմ զարմանում, որ դու սպասում ես, որ ես չպիտի ռեակցիա տամ, որ դու կպնում ես իմ ինքնությանը։ Դու գցում ես իմ ինքնությունը այսօր։ Խարխի մոտ, ադրբեջանցու մոտ, որ հայերեն քեզ բարևեց։ Եթե դու տենց ինքնիշխան երկիր ես, պետականությունը տենց սիրում ես ու այդ մատխաշ երեխեքին դրե բացատրում ես ինչա թեորիան պետականության, ինչ ես գնացել նեմեսներին դագլատ տալի թե քո եկեղեցում ինչա կատարվում։ Հա? Օտար են իրանք, ինչ ես գնացել դագլատ տալի, գիտես խի, որտեվ վախենում ես, որտեվ գիտես, որ Եվրոպան գիտի, որ քո սրբազանները բերթում նստած են, որ դու ունես գերիներ, բայց ժպտում ես ադրբեջանցուն։ Որ գերի բարը մի անգամ չասեսիր Տրամպի մոտ ինքն էր հարցնում։ Դու վախենում ես, դու գիտես, որ դու պահում ես քո բանտերում մարդկանց, ովքեր արդար են։ Դու գնացել էիր արդարանալու։ Եվրոպացիքի մոտ։ Այն եվրոպացիքի ում եկեղեցիներ դառնում են night club-եր, գիշերային ակումբներ, որտեղ վճարներ կան դրված ժողովրդի հավատացյալների վրա։ Ում ես գժի տեղ դրե։ Հիմա ասում ես 90% իմ падգամավորների առաքելական եկեղեցին են պատկան, նախ սուտ ես խոսում, քո մոտ սաղ աղանդավոր են եւ առաջին աղանդավորը դու ես, քո աղջիկներն են աղանդավորական եկեղեցի գնում։ Ասենք դա ֆակտ է, բոլորս է գիտենք ում ես խափում, հա։ Սուտա նաև որ քո քփականների 90%-ը առաքելական եկեղեցին են պատկանում, որտեվ իրանք կյանքների մեջ առաջի անգամ են եկել պատարակի եւ ես կարծում եմ ընտրություններից հետո դուք ոչ մեկը չեք գնալու պատարակի։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս, եթե դու տենց քրիստոնյա ես եւ ունես կարեկցանք, Քրիստոս մեզ կարեկցանք է սովորացնում։ Առաջին բանը՝ կարեկցանք, ներողամտություն։ Մենք այսօր ունենք Սրբազան հայր, Միքայել Սրբազանը, ով առողջական խնդիրներ ունի։ Ինչի՞ չես լուծում այդ հարցը։ Խես էլի գնացեք Գերմանիա, արա։ Այսօր քո Սրբազանը առողջական խնդիր ունի, իրան պետք է վիրահատեն։ Այդ մարդուն պիտի վիրահատեն, դու եվրոպացիներին այդ ասեիր, որ այդ մարդը վիրահատության կարիք ունի, ես չեմ մեկնել ձեռք։ Կարեկցանք ցույց չեմ տվել որպես քրիստոնյա։ Բամբս չի։ Դու որպես քրիստոնյա, ով ունի կարեկցանք, դու ոչ թե պիտի Գերմանիայում առավոտ գիշերով հելնեիր, հեծանիվ քշեիր, որ վիդեո նկարեիր քո զոմբիների համար։ Դու պիտի Սրբազանի հարցը լուծես, որպեսզի այդ մարդուն վիրահատեն։ Որտեղ մենք չենք ուզում մեր Սրբազանին կորցնենք։ Քո առաջին քայլը, որ դու հետ եկար Հայաստան, դու պիտի լուծես Սրբազանի օպերացիայի հարցը։ Լսեցիր քեզ ինչ եմ ասում։ Քրիստոնյա։ Բամբս չի։ Ադրբեջանամոլ, Ադրբեջան սիրող, թշնամուն սիրող, իր ազգին ատող ու նստացնող Բերդ Նիկոլ։ Եթե դու քրիստոնյա ես եւ ունես կարեկցանք, Սրբազանի վիրահատությանը տիրություն կանես, այդ հեծանիվից էլ կիչնես խայտարակ չես։ Պետությունս ներկայացնողին նայեք հլը։
Եկեղեցիներ կառուցող բարերարին տարեն նստացրել ես, գիտես խի ես նստացրել, որտեվ այդ բարերարը քեզ չի տվել ու քո քպականներին չի տվել փող, որ եթակ մի երկու հատ է տուն առնեք, չտեսներ, եթե նախկինները թակուն էին գողանում, դուք ապաշկյարա եք գողանում։ Այդ խեղճ տատիներին ես եմ տեսնում, թոշակներն եք, ես իմ ինչ եք անում, այդ խեղճերը 40,000-ով չեն կարող ապրեն։ Լացում էր այն օրը մի հատ տատի, արա նստե հեծանիվ ես քշում։ Նիկոլ, ես այն օրը մի հատ տատիկի տեսա կանաչի էր ծախում, երեխա չուներ, ով որ երեխա ուներ, երեխեքը պահում են Ամերիկայից, փող են ուղարկում, որ մամաները ապրեն պապաները, բայց կան տատիկներ, որ չունեն երեխեք։ Այդ տատիկը կանաչի էր ծախում, որ կանար իր հարցերը լուծեր թոշակի։ Գնացել ես Գերմանիա, մեր եկեղեցուց ես բամբսվում, հեծանիվ ես քշում։ Լավ չես արա դու։ Վերցնում ես մեր պատմությունն ես շեղում։ Վեկալ այդ տատիներին տիրություն արա։ Այ քեզի բան, ինչի քո գործը չես ան, դու ինչ գործ ունես եկեղեցու հետ վաբշե։ Եվ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Գերմանիայի հայերին, ովքեր դուրս էին եկել պաստառներով եւ այդ դավաճանին ասում էին հերացի։ Աստված ձեզ օրհնի։ Բոլոր քաղաքները այտենց պետք է դրան դիմավորեն։ Ուր գնաց, սրանից հետո ինքը ուր գնաց, իրան այտենց պիտի բողոքի ակցիաներով դիմավորեն։ Որ ինքը հասկանա, որ բացի զոմբիներից կան նաեւ մի հատ ուրիշ գիտակից մասա, որ իրանից ալերգիա ունի, որ համարում է, որ ինքը գոզոտ դավաճան է։ Այսքան բան, հաջողություն։